Ի սկզբանե ինձ հասարակության մեջ որպես Էդգար Ղազարյան շատ քիչ մարդ է ճանաչել։ Բոլորը ճանաչել են որպես Ֆերդինանդի որդի։ Իմ գլխավոր խնդիրն է Նիկոլ Փաշինյանի որպես չարիք, որպես թշնամուն ծառայող գործի հեռացնել։ Մեկ ամիս մեկ մարզպետ չունեինք, մինչև իմ նշանակումը։ Ճիշտ է, Սամվել Կարապետյանը քաղաքականության մեջ նոր է մտել, բայց Սամվել Կարապետյանը այս փորձառություն ունի, որ Նիկոլ Փաշինյանը 50 կենսաբանական կյանք ապրի չի կարա այդպես հաջողությունը։ Որ ես բռնության եմ ենթարկվել, չի նշանակում, որ ես դրանից հետո դադարեցել եմ, հակառակը, ինչ որ դատական հայցեր են ներկայացրել, մեղադրանք են առաջադրել, էլ ձերբակալություններ են իրականացրել, բացարձակապես իմ տրամադրության վրա դա չի ազդել ու չի ազդելու։ Չես կարա լինես կուսակցական, հակադրվես կուսակցության մոտեցում։ Ես էլ փորձեմ հասկանալ, թե ինչ բան է նախկին։ Ողջույն Արմրու լրատվականի հարգելի հետևորդներ։ Ժողովրդի հարցերը հաղորդման շրջանակներում այսօր մենք զրուցելու ենք Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Ուժեղ Հայաստան կուսակցության ազգային ժողովի պատգամավորի տեխնացու Էդգար Ղազարյանի հետ։ Ողջույն, պարոն Ղազարյան։ Շնորհակալ եմ, որ հնարավորություն տվեցիք նաև ձեզ հետ զրուցել իմ հաղորդման շրջանակներում։ Ես եմ շնորհակալ ձեր ուշադրության համար։ Պարոն Ղազարյան, ես ի սկզբանե հյուրերին խնդրում եմ անկեղծ լինել իմ հարցազրույցի ընթացքում, որտեղ փորձում եմ նաև ձեր կերպարը բացահայտել մեր հանրության համար։ Ես երբ որ նայում էի ձեր կենսագրությունը, նկատեցի, որ ձեր հայրը եղել է քաղաքական գործիչ, քաղաքական ակտիվ գործունեություն է իրականացրել, հիմա դուք նպատակ եք դրել ոնց որ գնալ ձեր հայրիկի ճանապարհով, գնում եք դեպի խորհրդարան, ձեր անցածուղու մասին դեռ կխոսենք որտեղից եք եկել։ Նախկին պաշտոնյայի որդի եք կարելի է ասել։ Ինչպես եք այդ բնորոշմանը վերաբերվում եւ մի քիչ ձեր հայրիկի անցած ուղուց։ Շնորհակալ եմ իհարկե իմ հայրիկին հիշելու, նրա կենսագրությանը նաև ծանոթանալու համար, որովհետև ես մեծ հպարտությամբ եմ ամենուր խոսում, որ ես նման նշանավոր մարդու Ֆերդինանդ Ղազարյանի զավակն եմ, որովհետև նման մարդու զավակը լինելը պարտավորություն է։ Ի սկզբանե ինձ հասարակության մեջ որպես Էդգար Ղազարյան շատ քիչ մարդ է ճանաչել։ Բոլորը ճանաչել են որպես Ֆերդինանդի որդի։ Հետևաբար ինչ-որ լավ բան անել նշանակում է բարձր պահել հայրիկի հեղինակությունը, վատ բան անելու դեպքում վնասել նրա հեղինակությունը։ Եվ ես միշտ այդ կաշկանդվածության մեջ եմ եղել եւ այդ կաշկանդվածությունը նաեւ իմ համար դաստիարակչական նշանակություն է ունեցել անգամ նրա մահից հետո, երբ որ ես կաշկանդված եմ եղել նրա հիշատակը պահելու իմ արժև դրված նպատակով։ Իմ հայրիկը եղել է խորհրդային ժամանակներում դեռևս նշանավոր պետական գործիչ, դա այն ժամանակ միակուսակցական համակարգ էր եւ հասարակական գործունեությամբ զբաղվելու համար միակ միջավայրը դա կոմունիստական կուսակցության անդամակցություն էր, ղեկավար պաշտոններ զբաղեցրել կուսակցական պաշտոններ մեր վայքի շրջանում, եղել է Ջերմուկի քաղսովետի գործկոմի նախագահ, ընդ որում անկախության շրջանում Ֆիդայիների արձանների հեղինակն է Ջերմուկի այդ արձանախմբի դեռ խորհրդային ժամանակ, այսինքն խորհրդային միությունը դեռ չէր փլուզվել, բայց հայրիկս համարձակություն ունեցավ Ջերմուկում Ֆիդայիների արձանախումբ ստեղծել եւ հիմա այդ ջեմողին իր անունով է կոչվում ի պատիվ Ջերմուկի ավականու, որ նման որոշում էր կայացրել։ Իսկ հայրս նաեւ անկախության շրջանի մեր հիմնադիր հայրերից է, որովհետեւ նա եղել է առաջի գումարման գերագույն խորհրդի падգամավոր, այսինքն այն երևելիներից մեկը, ով որ ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը եւ հիմք է դրել Հայաստանի անկախության։ Իհարկե նոր անկախ շրջանում հայրս արդեն կուսակցական չէր, խորհրդային միության փլուզումից հետո եւ որպես անկախ падգամավոր էր հանդես գալի։ Ցավոք սրտի նա շատ շուտ հեռացավ կյանքից, ընդամենը 59 տարեկան հասակում, երբ ես դեռ ուսանող էի։ Միշտ հետևել եմ նրան, երբ որ նա падգամավոր էր իր գործունեությանը եւ падգամավորի տեխնացու էր, նրա քարոզարշավին ակտիվ մասնակցություն է ունենում։ Եվ այդտենց ակամայից նաև այդ հասարակական գործունեությունը, հիմա նաև ակամայից նաև ես եմ շարունակում, ինչ ինձ համար պատիվ է։ Իսկ բնորոշմանն է, որ նախկին քաղաքական գործիչի զավակ է։ Հայրս այն ժամանակաշրջանում ա եղել, որը կարծում եմ, որ նախկինների չի բնորոշվում։ Նա անկախության հայրերից է, նա մեր պետության հիմնադիր հայրերից մեկն է հանդիսանում։ Երբ ձեր կենսագրությունը նայում էի, տեսա, որ Ջերմուկ գրուպում եք մասնավոր բիզնեսում եք աշխատել, հետո քաղաքական ճանապարհ անցել եք, երբ որ Վազգեն Սարգսյանի կաբինետում պաշտոն եք ունեցել, կառավարության հետ աշխատանք եք ունեցել։ Նախ կուզեմ համեմատենք, ինչպիսի կառավարություն էր այն ժամանակ ու արդյոք այսօրվա իշխանությունների հետ կարելի է համեմատական տանել։ Ես կառավարության աշխատակազմում աշխատանքի եմ անցել տնտեսագիտական համալսարանը ավարտելուց անմիջապես հետո
Եվ անգամ մինչև Վազգեն Սարգսյանի վարչապետ նշանակվել է, այսինքն դեռ Դարփինյանի կառավարություններ, երբ որ ես հնարավորություն ունեցա կառավարության աշխատակազմում շատ երիտասարդ եւ երևի կառավարության աշխատակազմում նման դեպք չէր եղել, որ բու հավարտած մեկը ընդունվի աշխատանքից։ Պատճառն էր եղել, որ ես իմ նախադիպլոմային պրակտիկան էի կառավարության աշխատակազմում անցկացնում եւ ընդդեղի աշխատակիցները իրենք ինձ առաջարկեցին, որ ես մնամ իրենց մոտ, իրենց հետ աշխատեմ։ Վազգեն Սարգսյանի պաշտոնավորման ամբողջ շրջանում ես աշխատել եմ կառավարության աշխատակազմում, ընդ որում այն վարչությունը, որ իր աշխատանքի հետ ուղիղ առնչություններ, որովհետև ինքը հաճախ էր մարզպետների հետ խորհրդակցություններ անցկացնում, մարզեր այցելում, ես այդ վարչությունում էի աշխատում։ Ներկա գտնվում եք։ Նրա խորհրդակցություններին գրեթե առանց բացառության եմ մասնակցել։ Արձանագրությունները ես էի հիմնական սևագիր տարբերակը գրում, ներկայացնում էր վարչության պետին, հետո նախարարին, վարչապետին։ Համեմատել չի կարելի։ Վազգեն Սարգսյանը միգուցե նրա կենսագրությունը հակասական ինչ-որ պահեր ա ունեցել կյանքի տարբեր շրջաններում, բայց ասեմ դες, որ նրա վարչապետի պաշտոնում պաշտոնավարման շրջանը նրա կյանքի բնութագրման լավագույն ժամանակաշրջանն էր, որտեղ ինքը հանդես էր գալիս իբրև բացառիկ պետական գործիչ, ղեկավարի բացառիկ հատկություններ ուներ դիմացինին լսելու, որոշ արդյունավետ որոշումներ կայացնելու, սրտացավությունը, նրա խստությունը որոշակի, որը բնորոշ է ղեկավարին, հետևողականությունը։ Ցավոք կարճ տևեց այդ ժամանակաշրջանը, Վազգեն Սարգսյանը գիտեք մի քանի ամիս պաշտոնավարեց եւ գնդակահարվեց։ Եվ դրանից հետո էլ եմ շարունակել աշխատել կառավարության աշխատակազմում։ Իսկ Ջերմուգրուպում աշխատանքը դա արդեն իմ ընտրությունն էր, Մասնավոր բիզնես։ մասնավոր բիզնեսում, որովհետև դա նախինց հոգեհարազատ էր, իմ սիրելի քաղաքը, նրա լավագույն բարիքը ներկայացնելու հնարավորությունն էր։ Բացի այդ նաև որպես մասնավոր աշխատանք նաև իմ ընտանիքի բարեկեցության իմաստով այն ժամանակ վարձատրություն աշխատանքի այդքան էլ բարձր չէր, մասնավոր ընկերությունում աշխատանք հնարավորություն էր տալի ընկերության ընտանիքի հոգս կիսելու եւ ես այդ իմ աշխատանքի համայլ եմ շատ ուրախ, որովհետեւ ընկերությունը նախ Հայաստանում ամենահեղինակավոր ընկերություններից մեկն էր։ Բացի այդ ընկերությունը հիմնադրված էր ընտանիքի մոդելով, այսինքն եղբայրներ էին, հարազատներով էին իրենք ընկերությունը ղեկավարում եւ ես էլ դարձել էի ընտանիքի անդամ եւ ես ինքս էի այդպես ինձ զգում այդ միջավայրում եւ իմ նկատմամբ վերաբերմունքներ այդպիսին։ Ինչու եք հեռացել, պարոն Ղազարյան, ընկերությունից, ինչ որ ընկերությունից չէ, ես դժգոհություն կա ձեր միջև, ինչ հարաբերություններ շատ լավ, գիտեք, որ նաև Աշոտ Արսենյանը ճանապարհ է հարթել ձեզ, հա, նաև քաղաքական գործնեության առումով։ Քաղաքական գործնեության առումով չէ, ինքը դերակատարում չի ունեցել, որովհետև դերակատարում ունի։ Ես երբ որ Ջերմուգրուպում եմ աշխատում, մենք շատ մտերիմ, այսինքն ոչ միայն աշխատանքային հարաբերություններով, այլև անձնական հարաբերություններով, ես նույնիսկ խնդրեցի, որ նա լինի մեր ամուսնության կնքահայրը եւ նա տվեց իր համաձայնությունը, ինչը մեծ պատիվ էր մեզ համար, որովհետեւ մենք բարեկամներ ենք, ոչ միայն իր հետ, իրանց ոչ Գերդաստանի հետ, ընտանիքի հետ եւ նրանց վերաբերմունքի նկատմամբ մի շատ լավ ա եղել։ 2008 թվականին հիմնադրվեց տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը։ Եվ մեր համալսարան, ես իմ Ջերմուգրուպի աշխատանքի ողջ շրջանում միշտ գիտամանկավարժական գործունեությամբ եմ զբաղվել, կառավարություն աշխատած ժամանակ էլ միշտ դասավանդել եմ տնտեսագիտական համալսարանում, պաշտպանել եմ տեխնատիական ատենախոսություն, գիտական հրապարակումներով եմ հանդես եկել։ Ջերմուգրուպի աշխատանքի զուգահեռ միջազգային կազմակերպություններում փորձագետ էի։ Մի շարք կազմակերպություններում, այսինքն ցերեկը մինչև ժամը 8-9 ընկերությունում էի աշխատում, 9-ից հետո մինչև ժամը 12-ը 1-ը նստում էի հոդվածներ էի գրում, գրքեր էի գրում, մենագրություններ, նաև հոնորարներ էի ստանում, նաև այդ միջազգային կազմակերպություններում աշխատում։ Եվ երբ որ մեր մասնաճյուղը հիմնադրվեց Եղեգնաձորում, պարոն Սովարյանը ակադեմիկոս, մեր ռեկտորն էր, ինձ առաջարկեց դառնալ այդ մասնաճյուղի տնօրենը։ Իհարկե Ջերմուգրուպում ինձ համար լավ միջավայր էր աշխատանքի, լավ պայմաններ, բարձր վարձատրություն, աշխատանքի բոլոր հետաքրքիր աշխատանք, բայց այդ մասնաճյուղը հիմնելը, որովհետև նա նոր էր ստեղծում, ինձ համար ոնց որ այդպես նաև ինքնուրույն հանդես գալու մի հատ բացառիկ հնարավորություն էր, եւ ես խնդրեցի Արսենյանին, որ նա համաձայնի իմ ընկերությունից հեռանալու որոշմանը, իդեպ ասեմ, այդ հեռանալն էլ այդպես կտրուկ չի եղել։ Մենակ ասենք ընկերությունից հեռացել է, բայց շարունակում է խորհրդատվություն անել, ծրագրերի մասնակցել, օրինակ դրանից հետո պարոն Արսյանը նախաձեռնեց Pepsi-ի գործարանի բացումը Երևանում։ Ես ամբողջ ժամանակ այդ գործընթացին, Եղեգնաձորից նստած այդ նամակագրությունը Pepsi-ի ղեկավարության հետ բան ես էի իրականացնում։ Ոչ վարձատրության դիմաց, այսինքն իմ կապը ունենալով, ասենք միշտ ուզել եմ, որ այդ ընկերության գործերը լավ անկախ դրանից ես այնտեղ աշխատում եմ, չեմ աշխատում, փող ստանում եմ այնտեղից թե չէ։ Հիմա էլ ես շատ եմ սիրում այդ ընկերությունը եւ միշտ սրտացավ եմ, այսինքն եթե ինչ-որ մի լավ բան եմ լսում ընկերության մասին, ուրախությամբ եմ ընդունում այդ լուրերը, որովհետեւ իմ
կյանքի մի լավ շրջանը կապված է եղել այդ ընկերության հետ, որևէ կոնֆլիկտ դուրս գալու որպես ընկերությունից դուրս գալու պատճառ չէ։ Մեր մասնաճյուղն է եղել պատճառը, որ ես ուզել եմ գնամ։ Իդեպ ասեմ, պարոն Արսենյանն էլ աջակցություն ցուցաբերել նաև մասնաճյուղի կայացման գործին, որովհետև առաջին անգամ մեր մարզում պետական բու էր հիմնվում եւ բոլոր նրանք, ովքեր որ սրտացավ էին Վայոց ձորի համար, փորձում էին ինչ-որ բանով օգտակար լինել։ Ափսոս փակում են արդեն այդ մասնաճյուղը եւ ես ծանր ցավ եմ տանում դա։ Այսինքն դա է եղել պատճառը։ Իսկ դրանից հետո, քանի որ ես փաստացի հեռացել էի արդեն ընկերությունից եւ մենք աշխատանքային հարաբերություններ ունենք, իմ հետագա կյանքը աշխատանքը այլևս պարոն Արսենյանի հետ բնականաբար կապված չի եղել։ Ես դրանից հետո առաջի պետական աշխատանք ունեցել եմ Վայոց ձորի մարզպետ, իսկ դրանից մասնաճյուղի տնօրեն ես 4 տարի պաշտոնավարել եմ, հետո եկա տնտեսագիտական համալսարանում կառավարման ֆակուլտետի դեկան, ընտրվեցի մեր գիտխորհրդի կողմից ու դեկանի պաշտոնից նոր նշանակվել եմ Վայոց ձորի մարզպետ, այսինքն այդ գործընթացում արդեն մենք որևէ ֆունկցիոնալ կապ, առնչություն իրար հետ չունեինք։ Պարոն Ղազարյան, նաև Վայոց ձորի մարզպետի ժամանակահատվածում մի իրավիճակ ստեղծվեց, երբ դուք սկսեցիք քննադատել Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, այդ ժամանակահատվածում Հանրապետականն ու Բարգավաճը իրար հետ կոալիցիոն գործընկերներ էին եւ ձեզ ասում էին ինչու է քննադատում իրենց, ինչ վեճ կա եւ այլն։ Ինչ էր կատարվում եւ ինչպես հարթվեց այդ իրավիճակը։ Չէ, այդ ժամանակ արդեն կոալիցիոն գործընկերներ չէին, որովհետեւ կոալիցիոն գործընկերության շրջանում մեր մարզում մարզպետ էր ԲՀԿ-ի ներկայացուցիչը Սերգեյ Բագրատյանը, ով հիմա ՔՊ-ից պատգամավոր է։ Նա պաշտոնից ազատվեց, երբ որ ԲՀԿ-ն դուրս եկավ քաղաքական կոալիցիայից։ Իդեպ ասեմ, որևէ առումով չի քննարկվել իմ մարզպետ ելնելու հարցը, ես ինքս տենց ամբիցիաներ չեմ ունեցել։ Մեկ ամիս մեկ մարզպետ չունեինք, մինչև իմ նշանակումը։ Տարբեր մարդկանց տեխնացիաներ ա քննարկվել, նոր հետո որոշվել է, որ ինձ նշանակեն Վայոց ձորի մարզպետ։ Ինձ համար շատ անակնկալ էր, որ նախագահականի զանգեցին, ասին, որ հանրապետության նախագահ հրավիրում է հանդիպման, եւ նախագահը ինձ առաջարկեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնը։ Ես մինչև այդ արդեն դեկան էի, դրանից առաջ մասնաճյուղի տնօրեն էի, իսկ ԲՀԿ-ն այդ ժամանակ կոալիցիայից դուրս էր եկել։ Իսկ ձեր ասած կոնֆլիկտը, որ ասում եք, դա ըստ էության քաղաքական կոնֆլիկտ էր, այն իմաստով, որ արդեն մրցակից կուսակցություններ էին, իմ պաշտոնավարման շրջանում տեղական ընտրություններ են եղել Վայոց ձորի մարզում, եւ ԲՀԿ-ն առաջադրել էր քաղաքապետի տեխնացու Եղեգնաձոր համայնքում, մյուս կողմից էլ առաջադրված էր հանրապետական կուսակցության տեխնացու, ես էլ ՀՀԿ-ի քվոտայով էի նշանակվել մարզպետ, եւ այդ իմաստով որոշակի խնդիրներ էին առաջացել քաղաքական հարաբերությունների իմաստով, ինչը որ կարծում եմ նորմալ է, իդեպ մեր մարզում իմ պաշտոնավարման շրջանում որևէ ընտրություն կասկածի առարկա չի եղել, ինչ մակարդակի ուզում ալնեն ամենահեռավոր գյուղից մարզկենտրոնի ընտրություն կամ հանրապետության նախագահի ընտրությունը Վայոց ձորում միշտ արդար ա եղել, մենք ընտրությունների արդյունքներից հաշվելով, դեպ ասեմ այդ Եղեգնաձորի ընտրությունները մենք պարտվել ենք։ Արդարությունը Մրցակից տեխնացուն հաղթել է եւ մենք ընդունել ենք այդ ընտրությունները, եւ քաղաքապետը մինչ օրս Եղեգնաձորի քաղաքապետն է։ Եվ նաև կուզեմ խոսենք Սերժ Սարգսյանի հետ ձեր հարաբերությունների մասին։ Այդ ժամանակահատվածում Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվեցիք մարզպետ։ Ինչ եղավ, ոնց եղավ ձեր բաժանումը, թե կա կապը, լավ հարաբերություններ ունեք Սերժ Սարգսյանի հետ, ինչպես եք ծանոթացել եւ ինչպես եղավ, եթե բաժանում կա։ Սերժ Սարգսյանի հետ ես հաշվի առնելով նաեւ տարիքային տարբեր կարգավիճակային տարբերություն, այսինքն նա միշտ բարձր պետական պաշտոններ ա զբաղեցրել, ես նման դիրք հասարակության մեջ չեմ ունեցել։ Մի տարի հանրապետական կուսակցության համագումարում ես որպես Վայոց ձորի պատվիրակ ելույթ ունեցա այդ համագումարում։ Եվ այդ ելույթն ա եղել իմ հետագա կարիերայի հիմքը։ Եվ նախագահն էլ ինձ նշանակելուց, որ ասաց, որ ինձ ոնց որ ես տպավորվել եմ իր մոտ այդ ելույթով, որ ունեցել եմ համագումարի ժամանակ, այսինքն լրիվ մաքուր իրենց բնույթով հարաբերել, եւ դա առաջարկել էր ինձ այդ պաշտոն, ընդ որում շատ լավ շեշտադրումներով, այսինքն ազնիվ աշխատանքի, լավ արդյունավետ աշխատանքի շեշտադրումներով, եւ այդ իմաստով ինձ համար ստեղծվել է հրաշալի աշխատանքային պայմաններ միջավայր։ Ես 2.5 տարի պաշտոնավարեցի եւ ինձ նախագահը ինձ համար էլի անսպասելի առաջարկեց Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը։ Իմ տեղեկություններով, ինչքանով որ ես գիտեմ, ընդհանրապես քաղաքական նշանակումներին դիվանագիտական կորպուսում այդքան լավ չեն վերաբերվում, որովհետեւ ուզում եմ որ կարիերային դիվանագետներն են։ Իմ իմանալով իմ նշանակման հարցում ես դեր ունեցել Էդվարդ Նալբանդյանն, այսինքն իրենք դիվանագետներն են առաջարկել, որ ես տեղափոխվեմ դիվանագիտական աշխատանքի։ Ես թերևս պատճառն էր, որ մենք շատ ակտիվ էինք Վայոց ձորում միջազգային համագործակցության առումով։ Իմ պաշտոնավարման շրջանում Իրանի Խոյի նահանգի հետ մենք շատ լավ հարաբերություններ զարգացրել, որ մինչև այդ էր հիմնադրվել։ Չեխիայի Կարլովի վարի հետ այդ պահին հիմնեցինք։ Ռուսաստանի Արխանգելսկի նահանգի հետ
ես եմ հիմնել հարաբերություններ, Բելարուսի Միսկի նահանգի հետ հիմնել ենք հարաբերություններ։ Դրա հետ միասին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչները, դեսպանները տարին մի անգամ գալիս էին Ջերմուկ։ Մենք նրանց համար հավաքներ էինք կազմակերպում։ Դեսպանները նախարարը Նալբանդյանը տեսնելով այս ակտիվությունը միջազգային համագործակցության այդ ժամանակ մարզպետների բարակայում դա մի քիչ տարբերվող վարքագիծ էր։ Առաջարկել էր նախագահին, որ Լեհաստանում էլ իջնից առաջ 9 ամիս մենք դեսպան չենք ունեցել։ Բարդ շրջան էր, որևէ մեկը չէր ցանկանում գնալ Լեհաստանում, բայց ես անմիջապես ընդունեցի նախագահի առաջարկը։ Նախագահն ինձ պարգևատրել է պետական պարգևով, ես հայրենիքի մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալով եմ պարգևատրվել։ Կապը, պարոն Ղազարյան, Սարգսյան։ Գիտեք, երբ որ ես վերադարձա Հայաստան, ինձ հետ կանչեցին, ես աշխատանքի անցա սահմանադրական դատանում եւ հետեւաբար ես դեռ դեսպան նշանակելու պահից ես բնականաբար իմ կուսակցական գործունեությունը դադարեցրել էի, դա իրավունքի պահանջ է, որ դեսպանը չի կարող լինել կուսակցական եւ դրան վերադառնալուց հետո ես չեմ վերականգնել իմ կուսակցական պատկանելությունը, բայց հարգանքը, ակնածանքը Սերժ Սարգսյանի հանդեպ որպես իմ հետ պաշտոնավարած նախագահի եւ իմ համար ըստ էության աշխատանքի լավ, այսինքն նա ինքն է ստեղծել լավ պայմաններ ինձ համար եւ ես եմ աշխատել ամենամեծ նվիրումով, ազնվորեն եւ գնահատվել եմ։ Հետեւաբար դա մարդկային հարաբերություն։ Իսկ նեղացվածություն իր կողմից, որ թողել եք հանրապետական կուսակցությունը հիմա լրիվ քաղաքական։ Չէ, դա ես կարծում եմ, որ այդ որոշումը ես ոչ թե կուսակցությունից հեռացվել եմ կամ ես ինքս եմ հեռացել, կան օբյեկտիվ հանգամանքներով ա եղել, ասեմ դեսպանը եղել, դե կուսակցությունը ինքն է որոշում կայացրել իմ գործունեությունը դատը։ Հետո որ վերադարձա սահմանադրական դատանում, ճիշտ է օրենքը չէր արգելում, որ ես կուսակցեմ, բայց քանի որ դա դատական իշխանության մարմին էր, ճիշտ չհամարվեց իմ կուսակցական գործունեությամբ զբաղվելը։ Հետագայում էլ ես ինքս հարմար չէի, օրինակ ասենք 18 թվին հանրապետականը մասնակցել է ընտրություններին, ես չեմ մասնակցել։ 21 թվին մասնակցել են ընտրությունները, ես սխալ եմ համարել, այսինքն քաղաքական որոշումները այդ պահի համար ինձ համար ընդունելի չեն եղել, իսկ չես կարող լինես կուսակցական, հակադրվես կուսակցության մոտեցում, ավելի լավ է։ Հետևաբար այդ մոտեցումները եւ ինձ համար են եղել իրենց որոշումները հարգանքի արժանի եւ իրենց որոշումները իմ որոշումները իրենց համար են։ Հետևաբար այդպես կոնֆլիկտ չի եղել, պահպանվում են շատ լավ մարդկային հարաբերությունները, բայց քաղաքական հարաբերություններ, կաշկանդվածություն, բան գոյություն չունի, այսինքն չի եղել դեպք, որ ընդհանրեն նախագահ Սարգսյանը ինձ ասի, որ այ պետք է այս բան անել կամ այս բանը մի արա կամ որևէ կաշկանդվածություն բան։ Մեր հարաբերություններում չկա, այսինքն մեր հարաբերությունները մնացել է միայն պարզ մարդկային, ես կարծում եմ, որ դա պետք է լինի, էլի, որ ամեն մարդ էլ պետք է գնահատի այն մարդկանց, ովքեր որ իր կյանքում նշանակալի կարևոր դեր են ունեցել։ Ես երախտամոռ չեմ։ Ես կարողանում եմ գնահատել այն մարդկանց, ում հետ որ ես իմ կյանքում առնչվել եմ եւ ովքեր իմ կյանքում մեծ դեր են ունեցել։ Պարոն Ղազարյան, ինչու որոշեցիք հասարակական քաղաքական գործունեությամբ զբաղվել, ավելի ակտիվ փուլ եք, հա, հիմա սկսել ու նաև հումոր եք ներդրել, հա, նաև այդ գործունեության մեջ։ Որոշումս ակամայից է եղել պայմանավորված պատերազմի հանգամանքներով, այսինքն ես ավելի շատ այդ ակտիվությունը սկսեցի ցուցաբերել 20 թվականի նոյեմբերից հետո, երբ որ պարզ դասավ, թե ինչ ողբերգության առաջ են կանգնած եւ այդ ժամանակ ես չէի կարող ուղղակի հանգիստ լինել, այսինքն ոչ թե ինձ որոշում եմ կայացրել քաղաքականությամբ զբաղվելու, այլ ավելի շուտ հասարակական գործունեությամբ իմ ներքին ընդվզումը, ներքին ցասումը արտահայտելու իմաստով եւ ամեն ինչը ակամայից է դասավորվել, հետագայում նաեւ քաղաքական process-ները դրանում ներգրավվածություն, այսինքն այդ որոշմանը ես ինչ-որ մի օր չեմ նստել մտածել, որ ես պետք է զբաղվեմ քաղաքականությամբ։ Շատ բնական ինչ-որ զարգացումներ ա եղել, process է տեղի ունեցել։ Իսկ ինչ վերաբերում է հումորին, անկեղծ ասած, ես միշտ էլ սիրել եմ տենց մանրապատումներ, պատմություններ, մեր վայոց-ձորոյան մանրապատումները շատ կան եւ աշխատանքի բերումով էլ ասենք հատկապես որ մարզպետ էի, ես էլ որ սիրում էի, դե ոնց է որ մարդիկ գիտեն, չէ՞, մյուս անեկդոտ պատմում սիրում է կամ այդպես պատմում, գալիս են իրան պատմում են, հետո ինչ-որ պատմում ես հիշում եմ, հետո ես եմ ուրիշներին բան, այսինքն այտենց Իսկ լուրջ կվերաբերվեն ըստ քաղաքական գործիչ, որ ամեն ինչը հումորի է վերածում։ Ես տեսնում եմ, որ իշխանությունը փորձում է խեղ կատակ, ինչա, այսինքն ամեն փորձ անում են, որպեսզի նաև ձեր ռեյտինգի վրա ազդեն, հա։ Չէ, դե իրանք դա չարախոսություն է, դա ինչ էլ անես, եթե քո նկատմամբ մարդը բացական է տրամադրված, չար է տրամադրված, ցանկացած գործունեություն կարա այդ որևէ այլ մեկնաբանություն ստանա։ Ես դրան ուշադրություն չեմ դարձնում, իսկ ես նես չի որ ամեն ինչը ծաղրի են վերածում եւ այլն։ Երբեմն նաեւ դա օգնում է
խնդիրները բացահայտելու, հասկանալու չէ, որովհետև այն ինչ որ կարող է լուրջ չկարանաս ասես, միգուցե հումորով կարող ես ասել։ Հետո հումորը նաև դիմացինի նկատմամբ ատելության բացակայության վկայություն է, այսինքն եթե անգամ նույնիսկ ընդդիմախոսի դու հումորով ես վերաբերում կամ նրան ծաղրում ես եւ այլն, դա ցույց է տալի, որ այդ մարդու նկատմամբ դու անձնական ատելություն չես կարող էլի մարդու նկատմամբ թշնամանք ունենաս ու նրա հետ կապված ինչ-որ բան թեկուզ ժպիտով խոսես։ Այդ նշանակում է դու երևույթին ես վերաբերվում, այլ ոչ թե մարդուն ես վերաբերվում։ Ու ես տենց հատուկ չեմ ինչ-որ բան անում, էլ այսինքն իմ ներքին բանից ելնելով, խառնվածքից ելնելով, ես ինքս էլ բնավորությամբ շատ ծանր մարդ չեմ, էլ ինձ հետ աշխատած մարդիկ կարծում եմ, որ պիտի հաստատեն, որ ես աշխատանքին հանգիստ եմ վերաբերվում, անգամ խնդիրներ, բարդ իրավիճակներում սառն եմ դատում, երևի համոզված էլ կլինեք այն ազգային ժողովում, չէ՞, հանձնաժողովի նիստի ժամանակ ասում։ Իրավիճակի ժամանակ։ Ասում ես իրանց չեմ տեսնում, էլ իրանք չկային ինձ համար։ Ու նման հոգեվիճակը օգնում է բարդ խնդիրներ լուծելուն, ու մարդկանց համար էլ է կարևոր, որովհետեւ շատ մարդիկ ինձ ասում են, որ այս դժվար իրավիճակում, եթե քո հումորն չլինի, այս ամեն ինչի բանը չլինի, մեզ համար ավելի դժվար կլինի։ Բայց դրանից իհարկե խնդիրները չեն պակասում եւ խնդիրների նկատմամբ մեր վերաբերմունքն էլ չի փոխվում։ Այսինքն խնդիրները շարունակում են մնալ եւ մեր մոտեցումը էլի լուրջ է մնում դրա նկատմամբ եւ մենք պայքարում ենք դա վերացնելու։ Հիմա դուք պարոն Ղազարյան ուժեղ Հայաստան կուսակցության հետ եք, որոշել եք գնալ խորհրդարան ու իշխանությունը իր ճնշումները սկսել է բոլորի հետ, ովքեր փորձում են Սամվել Կարապետյանի հետ նոր ուղիով գնալ։ Ես գիտեմ, որ իշխանությունը նաև փորձում է բացահայտել, թե ինչու դուք բանակում չեք ծառայել եւ նաև ձեր որդին ինչու բանակ չի գնացել։ Որդին ծառայել է։ Իրենք փորփրում են հասկանան ինչ է կատարում։ Նախ խոսենք ձեր բանակ գնալուց եւ որդուց ինչ ինֆորմացիա ունեն իրենք։ Ես բանակ չեմ ծառայել, որովհետեւ սովորել եմ ասպիրանտուրայում, մինչեւ ասպիրանտուրան ավարտելը պաշտպանել եմ տեխնացիական ատենախոսություն, անցել եմ գիտամանկավարժական աշխատանքի եւ օրենքով սահմանված հիմքով ազատվել եմ զինվորական ծառայությունից պարտադիր։ Բայց դրանից իմ բանակի հետ առնչությունները չի ավարտվել։ Եվ որպես դասախոս կամավոր դասախոսություններ եմ կարդացել բանակում։ Ես մարզպետ եղած ժամանակ ի պաշտոն եղել եմ մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ եւ պարգևատրվել եմ պաշտպանության նախարարության բարձրագույն պարգևով Մարշալ Բաղրամյան մեդալով։ Այսինքն բանակի հետ առնչությունը դա միայն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը չի, դա նաեւ այլ դրսևորումներ ունի, ինչը որ ես սիրով կատարել եմ կյանքի իմ հետագա։ Իսկ իմ որդին ծառայել է Հայաստանի զինված ուժերում 18 տարին լրանալուց անմիջապես հետո եւ ծառայել է Սիսիանի գնդում։ Որևէ խնդիր չկա, որևէ հարց չկա, անցել է ժամկետային զինվորական ծառայություն, ասում եմ, ծառայել է Սիսիանի գնդում, ընդ որում ինձ համար շատ ստրեսային ժամանակ, որովհետեւ 21 թվականի նոյեմբերի իրադարձություններին, երբ որ այնտեղ իշխանասարի ուղղությամբ մարտական գործողություններ էին ծավալում, ինքը ծառայություն իրականացրել է հենց այդ ժամանակահատվածում որպես հրետանավոր։ Լեհաստանի դեսպան ժամանակահատվածում շատ ոչ ստանդարտ ձևով էիք, հա, դեսպան, որովհետև երգում էիք, նվագում էիք, անընդհատ երաժշտական գործիքների մոտ էիք եւ այլն ու հանրությունը զարմանում էր, թե դեսպանը կարող է այսպիսի գործնիություն անել։ Նո դա անընդհատ չէր, դա առիթից լինում էր միջոցառումներ, որի ժամանակ նկատում էինք ձեզ։ Ես ճիշտ ասած, ի՞նչ եք որոշել, բան։ Ես երաժշտական կրթություն ունեմ, բայց դա սիրողական մակարդակի է։ Եվ ոչ հաճախ է դա եղել ինչ որ դուք ասում եք, օրինակ ասենք միջոցառումների ժամանակ։ Օրինակ եղել է մեր ազգային տոնի ընդունելություն, որի ժամանակ ես որոշեցի Լեհաստանի եւ Հայաստանի օրհներկները ջութակով նվագել։ Դա տպավորիչ էր եւ հյուրերի համար, բայց ես պատրաստ դաշնամուրել եմ նվագել, դա սիրողական մակ, բայց ես իմ գործունեության ոնց որ հացանցյալ մասն է, ես հիմնականում շատ ակտիվ եմ եղել։ Ընդունելի էր, օրինակ դեսպանը դաշնամուր նվագիչ, գիտեմ միջոցառման ժամանակ։ Մենք էլ ենք ունեցել, մենք օրինակ ունեցել ենք դեսպան Սարգսյանը, Բուլղարիայում Հայաստանի դեսպանը, որը ի տարբերություն ինձ ներկայումս լուսահոգի, նա տաղանդավոր, այսինքն նա իսկապես պրոֆեսիոնալ մակարդակով էր ջութակ նվագում եւ նայել է Բուլղարիայում իր առաքելության ընթացքում չասեմ չէ, որ Շարլ Ազնավուրն էլ է դեսպան եղել։ Նույն պաշտոնավարման ես, որ ես պրոֆեսիոնալների հետ չեմ համեմատվում։ Դա ուղղակի այդ դրսևորումները երբեմն դիվանագիտական աշխատանքում դեսպանի երկրի նկատմամբ գրավչություն։ Հայաստանում էլ չէ, մենք ունեցել ենք Ճապոնիայի դեսպան, որը շատ հետաքրքիր երգում էր, կամ հիմա Չեխիայի հիմիկվա դեսպան Հայաստանում սաքսոֆոն է նվագում տարբեր առիթներով։
որը որ կարծում եմ նման դրսևորումները եւ դեսպանի եւ երկրի վրա հավելյալ ուշադրություն են դրում, դրական, եթե իհարկե շատ չես վնասում էլ, օրինակ ասենք մենք դեպք ունենք, որ մարդկա թմբուկ է նվագում, փչացնում է էլի այդ ամբողջ այդ արարողությունը, երգը, երաժշտությունը, լավ կլիչ, եթե չես կարա լավ անես, ավելի լավ է Հեղափոխություն 2018 թվականին ու այդ ժամանակահատվածում դուք մնացիք եւ Նիկոլ Փաշինյանի հետ մի կարճ ժամանակահատվածում աշխատեցիք, որը քննադատվեց։ Ինչու մնացիք ու ինչպես եք ընդունում այդ աշխատանքը այդ ժամանակահատվածում աշխատել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ։ Նիկոլ Փաշինյանի հետ ես ըստ էության չեմ աշխատել, ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո 18 թվի, որ եղավ մայիսին, շատ կարճ ժամանակ անց մինչև իրենք այդտեղ կառավարություն ձևավորեցին եւ այլն, ինձ անմիջապես հետ կանչեցին։ Ուղղակի դեսպանի նշանակման եւ հետ կանչման գործընթացը որոշակի արարողակարգային եւ իրավական ընթացակարգ ունի, այսինքն մի նոր դեսպանի նշանակելուց պետք է հյուրընկալ երկիրը համաձայնություն տա, նոտաներ են ուղարկում, համաձայնությունից հետ է ուղարկում։ Եվ այդ ընթացքում ես ինքս չեմ հրաժարական տվել, որպեսզի ծառայություն, այսինքն դա ծառայության վայրը լքել որևէ պարագայում չի կարելի, դա դասալքության պես մի բան է։ Իսկ երբ որ նրանք որոշում կայացրեցին, որ ես պետք է հեռացվեմ, այսինքն հետ կանչվեմ դեսպանի պաշտոնից, ինձ արտաքին գործերի նախարար Զորաբ Մնացականինն է զանգել, դեռ եթե չեմ սխալվում, հուլիսներ թե օգոստոս ամիսներ արդեն, ինձ տեղեկացրեց, որ ինձ հետ են կանչում եւ նոր դեսպանի ագրեման են ուղարկում, եւ ես ընդունել եմ նրանց այդ որոշումը, այսինքն որևէ ջանք չեմ գործադրել նրանց հետ աշխատելու, նրանց կառավարության ենթակայությամբ աշխատելու համար եւ նոյեմբեր ամսին արդեն հրամանագրով ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից եւ Նիկոլ Փաշինյանի նրա թիմի, նրա կառավարության հետ որևէ առնչություն չեմ ունեցել։ Իմ աշխատանքը սահմանադրական դատանում նրանց հետ կապ չուներ, ինձ Հրայր Թոմասյանն է նշանակի, հակառակը։ Հրայր Թոմասյանին ապօրինի կերպով սահմանադրական դատանում հեռացնելուց հետո ինձ առաջիններից մեկն են ազատել զբաղեցրած պաշտոնից։ Ես ասես որ այս իշխանության հետ երբևէ որևէ առնչություն, այդ կարճ ժամանակահատվածն է, որ ես պաշտոն ավալեմ, դա իներցիոն է եղել, մինչև որ նոր դեսպանի նշանակումը կլինի։ Պարոն Ղազարյան, այս ընթացքում նաև հակակոռուպցիոնը անընդհատ ձայնագրություններ է հրապարակում ուժեղ Հայաստանի թիմակիցների հետ կապված, հերթով կալանավորում են, դատարաններ են տանում եւ այլն։ Ձեր հերթը գալու է, ձեզ ու ինչ մեղանդրանքով սպասում եք։ Ես հիմա մեղադրյալի կարգավիճակ ունեմ, ես մեր շենքի բակում բռնության եմ ենթարկվում, ես այսինքն ինչ որ հնարավոր է իմ դեմ անելու, այս իշխանությունները արդեն արել են, իսկ ինչ վերաբերում է այս թիմում ուժեղ Հայաստանի այդ ժամանակ շատ քննադատելու համար է։ Պարզ է, որ հիմա եթե բոլորը թիրախում են, ուրեմն եթե Սամվել Կարապետյանի պես մարդուն հանիրավի ազատությունից զրկել են բանտային կալանք ունեցել 10 ամսից ավելի, ցանկացած մարդու, ընդ որում հանիրավի էլի, ոչ մի բան չանելու համար, այդ նշանակում է երկրում ոչ օրենք կա, ոչ օրինականություն կա, ցանկացած քաղաքացու էլ, օրինակ նայեք, ասում եք, չէ, գաղտնալսումներ։ Որևէ մեկը չի հարցնում, ասա գաղտնալսումների մարգելված է, սահմանադրության մարդիկ իրավունքներ ունեն, անհատական տիրույթ ունեն, այդ թվում եւ հաղորդակցման միջոցներից գաղտնի օգտվել, այսինքն մեր իմ եւ ձեր հեռախոսազրույցները, մեր գրառումները եւ իմ համար են պաշտպանված եւ ձեր եւ որևէ մեկը երրորդ անձ դրա մասին չի կարա իմանա։ Դա ապօրինություն է։ Կարա իմանա միայն այն դեպքում, եթե դատարանը տվել է դրա համար թույլտվություն։ Հիմա եթե ձայնագրությունները ապօրինություն են, մենք ոչ թե պիտի քննարկենք, թե ինչի են մարդիկ իրար հետ խոսել, այլ ով է նրանց գաղտնալսել։ Որովհետեւ հանցանքը նրանց խոսակցությունը չի, հանցանքը այդ խոսակցությունը լսելն է։ Դա հանցանքը։ Եթե դա օրինական է, այսինքն դատանի որոշումով գաղտնալսում է, ուրեմն հարց առաջանում 19 կուսակցություններից, ինչի են գնացել ԿՊ միայն ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներին գաղտնալսում։ Це կլինի այդ վարչապետին գաղտնալսեն, տեսնենք ինք իր մարզպետների հետ ինչ է խոսում, մարզպետներին գաղտնալսենք, դրանք գյուղապետերի հետ ինչ է խոսում, գյուղապետերին գաղտնալսենք, դրանք իրենց վարչական ղեկավարների հետ ինչ են խոսում։ Մատել դու դրանց գաղտնալսեն, դրանք հենա մի հատ գաղտնալսեն են խեղճ Հովիկ Աղազարյանին, տեսանք ինչ պատմում է, բայց դրանց սաղի հեռախոսները այդ վիճակում է, չէ՞։ Մենք չգիտենք։ Ու լավ է որ չգիտես, չեմ ասում պիտի իմանանք։ Ոչ մեկի մասն էլ պիտի չիմանան եւ այն ինչ որ կատարվում է։ Հակաօրինական քայլն է ասում։ Դա ապօրինություն է, որ որևէ դեպքում արդարացում չունի, ուղղակի սրանով իրանք բռնաճնշում են իրագործում ուժեղ Հայաստանի նկատմամբ, շատ լավ հասկանալով, որ ուժեղ Հայաստանն է հաղթելու իրանց։ Դե չեն ուզում մարդիկ հրաժարվեն իշխանությունից, հասկանալով, որ այդ իշխանությունը իրանց բերելու է արդարադատության առաջ կանգնացնել։ Դրա համար էլ այդպես ջղածիկ քայլեր են անում։
Բայց դրան պետք չի ուշադրություն դարձնել։ Մենք վճռական ենք մեր պայքարում։ Պարոն Ղազարյան, ինչից ելնելով կամ ինչը ձեզ ստիպեց միանալ Սամվել Կարապետյանին, կխնդրեմ ազնիվ լինել եւ անկեղծ, հա, որովհետեւ քննադատություն եղավ նաեւ, ինչու այսքան ճանապարհ անցնելուց հետո անակնկալ որոշում եղավ միանալ Սամվել Կարապետյանին։ Ինչն էր խնդիրը կամ ինչը ձեզ դուր եկավ գնալ ուժեղ Հայաստանի ճանապարհով։ Նայեք, ես 20 թվականից ակտիվ քաղաքական պայքարի մեջ եմ եւ իմ գլխավոր խնդիրն է Նիկոլ Փաշինյանի որպես չարիք, որպես ճշնամուն ծառայող գործի հեռացնել իշխանությունից, որովհետեւ միայն այդ դեպքում հնարավոր փրկել մեր պետականությունը։ Նիկոլ Փաշինյանը վտանգ է Հայաստանի պետականության ինքնիշխանության գոյության համար։ Եվ ես այդ պայքարում ով որ եղել է այդ պայքարի առաջին շարքերում։ Դիմադրության շարժումը եղել դրան եմ մասնակցել, հայրենիքի փրկության շարժումը եղել դրան եմ մասնակցել, սրբազան պայքարն ա եղել դրան եմ մասնակցել, ընտրությունները ա եղել ոչ նախորդ 21 թվականի ընտրություններին ոչ падգամավորի տեխնացու եմ եղել, ոչ վստահված անձ եմ եղել, ոչ շտաբի պետ եմ եղել, իմ մեքենան վերցել է գյուղ Խարոզյանում, ասում է Նիկոլ Փաշինյանի մի ընտրեք։ Այսինքն ես այդ պայքարը միշտ տարել եմ։ Միշտ եղել եմ այնտեղ, որտեղ որ ավելի մոտ հավանական եմ տեսել, որ Նիկոլ Փաշինյանին հնարավոր է իշխանությունից հեռացնել։ Այս պահին ես տեսնում եմ եւ կարծում եմ բոլորի համար դա ակնհայտ, որ ամենամեծ հնարավորությունը նրան իշխանությունից հեռացնելու ունի Սամվել Կարապետյան։ Եթե դա իմ ցանկությունն է, այդ ցանկությունը ես միայնակ չեմ կարող իրականացնել։ Ում հետ պիտի իրականացնեմ։ Նրա հետ, ով որ ամենաշատ այդ հնարավորությունը ունի։ Դրա համար ես հիմա ազնվորեն, ամբողջական նույն իմ նվիրումով, նույն ջանքերով, անշահախնդրորեն նվիրվել եմ այս պայքարին, փորձում եմ օգնել Սամվել Կարապետյանի պարագայում մենք կրկնակի հաջողություն, այսինքն ոչ միայն հնարավորություն ենք ունեն Նիկոլ Փաշինյանին հեռացնել, այլ նաև նրա պես երևելի ազդեցիկ գործի ղեկավար ունենալով հնարավորություն ենք ունենում կարճ ժամանակահատվածում մեր երկիրը շենացնելու, որովհետև այն խոստումները, որ ունի Սամվել Կարապետյանը, դրանք մենակ ինքը կարող է իրականացնել։ Ուրիշ ոչ ոք չի կարող 6 ամսում ծայրահեղ աղքատությունը երկրում վերացնել։ Ուրիշ ոչ մեկ չի կարող $1 միլիարդ երաշխավորված ներդրումներ ապահովի զբոսաշրջություն զարգացնելու համար։ Ուրիշ ոչ ոք չի կարող 300,000 նոր աշխատատեղ ստեղծի։ Հիմա ես էլ իմ կյանքի ընթացքում ձեռք եմ բերել, մեր զրույցի ընթացքում իմ կենսագրությունից էինք խոսում, չէ՞։ Ինչ է, ամբողջությամբ կրթություն, աշխատանքը զուգահեռ եւ ես մի քանի տարի առաջ 48 տարեկանում գնացել եմ իրավաբանություն եմ սովորել, դարձել եմ իրավագիտության մագիստրոս։ Մինչև այդ քաղաքական դասընթացների Երևանի դպրոցն եմ սովորել, Մոսկվայի դպրոցն եմ սովորել։ Իմ ամբողջ կյանքում աշխատել եմ, սովորել եմ զուգահեռաբար։ Ձեռք եմ բերել որոշակի գիտելիք, ունակություն, կարողություն, որը պատրաստ եմ նաև, այսինքն այն մարդը ունի բացառիկ հնարավորություններ, որը ինքն է ձեռք բերել վաստակել, որ դրանք սովորական չեն, էլի, այսինքն սովորական մարդը չի կարող այտենց հաջողություններ ունենալ։ Մենք պիտի հաշվի նստենք, որ գործ ունենք բացառիկ մարդու հետ։ Հիմա այն մարդը ունի իր կարողությունները, ունի շատ լավ թիմ, ես էլ իմ համեստ ունակություններով պատրաստ եմ օգնել մեր երկիրը շենացնելու, զարգացնելու։ Կհասնենք իշխանափոխության հունիսի 7-ին։ Կարծում եմ, որ դրա հավանականությունը շատ մեծ է։ Ես ոչ մի անգամ ես միշտ այն կարծիքին եմ եղել եւ հիմա էլ եմ մնում այն կարծիքին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռացնելու հեշտ ճանապարհը դա եղել է իմպիչմենտը, որը ցավոք սրտի падգամավորները չարել։ Դե հիմա իրենք եթե դա չեն անում, ուրեմն այլ ձևով պետք է անել։ Այլ ձևը դա արդեն ընտրություններն է, այլ ուժի պարագայում կարծում եմ ավելի դժվար կլներ։ Սամվել Կարապետյանի դեպքում հավանականությունը շատ մեծ է, որովհետև նրան ժողովուրդը իսկապես շատ է սիրում, հարգում ընդունում եւ նա արժանիորեն է վաստակի այդ հեղինակությունը եւ նաեւ մեր ընդհանուր կազմակերպ քանի քաղաքական կուսակցություն արդեն հայտ նախ դաշինք է ստեղծվել 3 կուսակցություններով 4 կուսակցություններ արդեն հայտարարել են որ միայն Սամվել Կարապետյանին են աջակցում 3 կուսակցություններ հայտարարել են որ ընդդիմադիր բոլոր ուժերին են աջակցում այդ թվում Սամվել Կարապետյանին հասարակական կազմակերպությունները օրը մեկը հայտարարեցին մենք գործ ունենք լայն հասարակական կոնսոլիդացիայի համախմբան հետ որը կարծում եմ որ տալու է շատ լավ արդյունքներ։ Ինչ է ցուցակի 13-րդ համարը։ Այդ հարցը ես ճիշտ ասած չեմ քննարկել։ Ես երբ որ համագործակցության հարցեր են քննարկել Սամվել Կարապետյանի թիմի հետ։ Հանդիպել եք անձամբ որոշում Սամվել Կարապետյանը չեմ հանդիպել, ժամանակ նրա տնային կալանքի ռեժիմը թույլ չէ տալի իր հետ հանդիպելու։ Նարեկ Կարապետյանի հետ եմ հանդիպել, կուսակցության քաղաքական խորհրդի անդամների հետ եմ հանդիպել։ Ես ասել եմ, որ ես պատրաստ եմ իմ ուժերի ամբողջ կարողությունների չափով ներգրավվել ցանկացած ֆունկցիա կատարելու համար։ Ինձ ինչ ակնկալիք որ կունենան, ինչ որ դե թիմա չէ, արդեն դե դու ինքնուրույն գործեր չես անում, ինչ որ որոշում անելու, այնտեղ արդեն միասնական շրջանակներում։ Ես ասել եմ ամեն ինչի պատրաստ եմ, էլի մենակ թե հասնենք հաջողության։
ու որևէ այլ հարց ես Որտեղ կլինեք, ոնց կլինեք։ ցուցակում կլնեմ, չեմ լինելուց, որ համարը կլնեմ, սկզբում կլնեմ, վերջում։ Հիմա ասենք թե պատկերացրեք ընդհանրապես իմ անունը ցուցակում չլներ։ Ես պատգամավոր չէի լինելու, չէ՞։ Ես հիմա էլ պատգամավոր չեմ, ինչ տարբերություն, ասենք ինչա փոխում իմ կյանքը։ Հիմա որ պատգամավոր եմ, ինչ պիտի լինեմ։ Ես ինչքան պետական պաշտոնյա եմ եղել, ես մեր մարզպետանի աշխատողներին ասում եմ, չգիտեմ դուք աշխատավարձի սպասող մարզպետ տեսել եք թե չէ, բայց ասում եք փող եք ստանում։ Ես պետությունը ինձ ինչ տվել է, ես դրա չափով նվիրական, հիմա հարմար գտել են, որ ես լինեմ ցուցակում, ընդ որում ցուցակում լինել այդ խոչի նշանակում, որ նաև պատգամավոր ես, կարա նաև այլ աշխատանք լինի կամ չգիտեմ, բացարկարա լինի։ Ամեն ինչի պատրաստ եք միայն Նիկոլ Փաշինյանը։ Մեր նպատակը այս ընտրություններում ոչ թե իմ կամ ուրիշի պատգամավորը լինելն է, մեր նպատակը Սամվել Կարապետյանի վարչապետ լինելն է, որովհետև այդ դեպքում է մեր երկրում լինելու փոփոխությունը։ Ես չեմ ներգրավես process-ի մեջ, որ պատգամավոր դառնամ։ Ես այս process-ի մեջ ներգրավել եմ, որպեսզի Սամվել Կարապետյանը դառնա Հայաստանի վարչապետ։ Պարոն Ղազարյան, իսկ մրցելի ո՞նց եք համարում, պարոն Կարապետյան։ Օրինակ Նիկոլ Փաշինյանի ռետորաբանությունը ոչ մեկ չի կարողանում իր պոպուլիզմի հետ կապված եւ այլն։ Դուք ասում եք, որ Սամվել Կարապետյանը բացառիկ ունակություններով անձ է, մի անգամ ձեր ելույթում ասացիք։ Այո, հիմա էլ եմ ասում։ Հիմա ո՞նց մրցեն երկու անձ, որը պոպուլիզմի մասնագետ է կարելի ասել, եւ Սամվել Կարապետյանի, որը նոր փորձում է մտնել քաղաքականություն։ Գիտեք ինչ, ճիշտ է, Սամվել Կարապետյանը քաղաքականության մեջ նոր է մտնել, բայց Սամվել Կարապետյանն էս փորձառություն ունի, որ Նիկոլ Փաշինյանը 50 կենսաբանական կյանք ապրի չի կարա այտենց հաջողությունը։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ Սամվել Կարապետյանի պատկանող ընկերություններում ամենահասարակ պաշտոնի վրա չի կարող աշխատի, որովհետև ասենք նրա CV-ն նայեք էլի, բարձրագույն կրթություն չունի, ոչ մի տեղ համարյա չի աշխատել, նախկինում դատված, արտաքինից գեշ, կոնֆլիկտային խառնվածքով, ասենք նրան Սամվել Կարապետյանը ես վստահ եմ, Գորթենը չնայած ասել է, որ բանը ամիսը մի դրամ հոնորարով ինչ որ թմբուկ նվագել կարա վստահի, այնել դե հիմա հարմարը գտե թո տենց լինի, բայց ուրիշ որևէ լուրջ ֆունկցիոնալ կարգացություն խոսալը, ասենք ինչի Նիկոլ Փաշինյանի խոսացած ինչը լսում ենք, էլի գռեհկաբանություն առավոտից իրիկուն, ասենք նես չէ որ Նիկոլ Փաշինյանը գրական, չգիտեմ, ինչ որ ակադեմիական, սովորական պրիմիտիվ կենցաղային մակարդակի ճղճղան է, էլի, ասենք նրա այդ Սամվել Կարապետյան Նիկոլ Փաշինյանի այտենց մրցակցային դաշտում իրանց պետք չի դիտարկել, էլի դրանք լրիվ տարբեր կատեգորիայի մարդիկ են, լրիվ տարբեր կատեգորիայի գործիչներ եւ իրենց ընտանեկան ծագումով եւ իրենց կյանքը, նա նորմալ մարդ, նորմալ ուսուցիչների միջավայրում, գյուղական պայմաններում մարդը սովոր է եկել, պոլիտեխնիկն ավարտել գնացել իր կյանքը ստեղծել է այսքան երկու համեմատես սրա հետ։ Շատ է որ ասենք սա ճղճղան ինչ որ գռեհիկ բաներ է խոսալը խոչի, մեր ժողովուրդը բան է ընտրում, գռեհիկ խոսացող է ընտրում, թե իր կյանքը փոխող մարդ է ընտրում։ Մրցակցություն այդ իմաստով գոյություն չունի։ Ընդհանրապես Սամվել Կարապետյանի թիմում Նիկոլ Փաշինյանի հետ նույն կատեգորիայում դասվող մարդ դժվար է գտնել։ Եվ եթե իշխանությունը նորից վերընտրվի, դուք պատրաստ եք ընդդիմադիր պատգամավոր աշխատել խորհրդարանում, կգնաք։ Քանի որ ես հիմա քաղաքական թիմի անդամ եմ, քաղաքական որոշումները ես հիմա միայնակ չեմ կայացնում, մենք բոլոր իրավիճակներում լուծումներ կգտնենք, բայց մենք այդ տարբերակ հիմա չենք քննարկում, որովհետև մեր պայքարի նպատակը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է եւ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ կառավարություն ձևավորվելն է։ Եվ ամփոփելով, հա, պարոն Ղազարյան, դուք այո, ծեծի եք ենթարկվել, հարձակման եք ենթարկվել, բայց շարունակում եք քննադատել այնպիսի անձանց, ովքեր իշխանության վերնախավն են, հա, Ռոմանոս Պետրոսյան, Ալեն Սիմոնյան, դատական հայցեր կա ձեր դեմ, նույնիսկ շատ խիստ քննադատում եք Աննա Հակոբյանին։ Սա ի վերջո ինչի է տանելու, որովհետև իշխանությունը շատ ագրեսիվ է տրամադրված հենց ձեր անձի նկատմամբ։ Ես չի հետաքրքրում իրանց ագրեսիվությունը, ինձ իմ երկիրն է հետաքրքրում, մեր երկրի ճակը իմ գործունեությունը նրանց դեմ ուղղված չի։ Նրանք հայտնվել են իմ թիրախում իրենց ապազգային գործունեության, անօրինական գործունեության պատճառով։ Եթե նրանք լինեին նորմալ ղեկավարներ, մեր երկրի նորմալ ծառայեն, ինձ ոնց որ իրենք էին խոստացել, ես նրանց հետ կապված որևէ խնդիր չէի ունենալու։ Ես իմ երկիրն եմ սիրում, իմ հայրենիքն եմ սիրում եւ պայքարում եմ իմ երկրի համար եւ ազնվորեն եմ տրամադրված եւ այն ինչ որ իրանք ինձնից ստանում են, դա հələ կարող է քիչ է։ Իրանք այդ իմաստով ավելի շատին են արժանի, որովհետեւ իրանք մեր ժողովրդի նկատմամբ թշնամաբար են տրամադրված կեղեքում եւ թալանում են մեր ժողովրդին, նաեւ այն մարդիկ, որոնց անունները դուք
հնչեցրեցիք։ Հետևաբար ես անզիջում պայքարել եմ եւ ուշադրություն այդքան ինչ որ թվարկեցիք, դրանցից որևէ մեկից հետո իմ հասարակական գործունեության վարքագիծը չի փոխվել։ Այսինքն այն որ ես բռնության եմ ենթարկվել, չի նշանակում, որ ես դրանից հետո դադարեցրել եմ գոհ։ Հակառակը, ինչ որ դատական հայցեր են ներկայացրել, մեղադրանք են առաջադրել, այլ ձերբակալություններ են իրականացրել, բացարձակապես իմ տրամադրության վրա դա չի ազդել ու չի ազդելու, որովհետեւ գիտեք, այս իրավիճակում մարդու նույնիսկ կյանքն է իր արժեքը կորցրել։ Ես օրինակ 50 անց մարդ եմ, ես նայում եմ իմ կյանքի կեսը չափրած մարդիկ զոհվել են այս երկրից հայրենիքի։ Հիմա ես նստեմ մտածեմ, ասեմ ինձ ծեծել են կամ չգիտեմ ինձ աշխատանքից հեռացրել են, դա կամ դատի են տվել կամ դատի են տվել կամ չգիտեմ կարողա տանեն կալանավորեն, ես բանտում նստեմ։ Մարդիկ զոհվել են այս հայրենիքի համար։ Բայց մենք պարտավորություն ունենք, չէ՞, պայքարելու եւ նրանց զոհողության պահին նրանց զգացողության հայրենիքը ունենալու։ Պարոն Ղազարյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, կխնդրեմ իմ բլից հարցերին պատասխանել, բայց ավելի արագ, եթե հնարավոր է։ Իմ համար ամենադժվար գործն է։ Եթե ձեր քաղաքական գործունեությունը մեկ բառով բնութագրենք, այդ բառը որը կլինի։ Նվիրում։ Ուժեղ Հայաստանը ձեզ համար քաղաքական նախագիծ է, գաղափար թե հնարավորություն։ Հնարավորություն։ Սամվել Կարապետյանի որ հատկանիշն է ձեզ ամենաշատը համոզել միանալ թիմին։ Հայրենասիրությունը։ Քաղաքականության մեջ հումորը զենք է, վահան թե փրկողակ։ Զենք։ Եթե Նիկոլ Փաշինյանին մեկ հարց տալու հնարավորություն ունենայիք առանց ուղիղ եթերի, ինչ կհարցնեիք։ Երբ եք գնալու։ Որն է եղել այն քաղաքական սխալը, որից ամենաշատն եք սովորել։ Դժվարում եմ ասել։ Քաղաքական դաշտում ով է ձեզ ամենից հաճախ զարմացրել եւ ինչով։ Էլի կդժվարանամ ասել։ Զարմացրել։ Չեմ կարող ասել, ոչ մեկ։ Եթե վաղը դառնաք падգամավոր, առաջին գրավոր հարցումը ում կուղեք։ Կախված դրանից թե ով կլինի վարչապետ։ Ինչն է ձեզ ավելի շատ միարդայնացնում, իշխանության լռությունը թե ընդդիմության աղմուկը։ Իշխանությունը լուրջ չի, ընդդիմությունն էլ չի աղմկում։ Ձեր քաղաքական հակառակորդներից ում հետ կգնայիք սուրճ խմելու։ Ոչ մեկի։ Ձեր հումորային գրառումներից որն է ամենաշատը թանկ արժեցել ձեզ համար։ Դատի են տվել։ Նյութական իմաստով Ռոմանոս Պետրոսյանի հայցը, որը դեռ չի բավարարվել, բայց մինչև հիմա Ալեն Սիմոնյանի հայցերը, որոնք բավարարվել են եւ արժեք եղել է 1 միլիոնից ավելին։ Քաղաքականության մեջ դաշնամուր նվագելը ավելի հեշտ է, թե ճիշտ նոտա գտնելը։ Քաղաքականության մեջ դաշնամուր ես չեմ նվագում, դաշնամուր ես նվագում եմ ընտանեկան միջավայրում։ Որն է այն թեման, որի մասին կատակել չի կարելի։ Պատերազմը։ Եթե կարողանայիք մեկ օրենք փոխել, մեկ օրում որ օրենքը կփոխեիք։ Դե մենք արդեն խոստացել ենք, դա փոքր բիզնեսին հարկերից ազատելու օրենքն է։ Ձեր ամենակարճ խորհուրդը երիտասարդ քաղաքական գործչին որը կլիներ։ Լինել վճռական եւ համառ։ Քաղաքական թիմում ձեզ համար ավելի կարևոր է հավատարմությունը, պրոֆեսիոնալիզմը թե համարձակությունը։ Պրոֆեսիոնալիզմը։ Ձեր ամենամեծ քաղաքական վախը որն է։ Ունեք։ Պետության կործանումը։ Եթե ընտրողը ձեզ ասի դուք եք նախկին, ինչ կպատասխանեք մեկ նախադասությամբ։ Ես էլ կփորձեմ հասկանալ, թե ինչ բան է նախկին։ Խորհրդարանում ձեզ ավելի շատ կտեսնենք միկրոֆոնի մոտ, թե փաստաթղթերի վրա աշխատելիս։ Եվ Որն է ձեր ներքին կարմիր գիծը քաղաքականության մեջ։ Ես միշտ ազնիվ եմ եղել իմ մոտեցումների մեջ եւ չեմ պատկերացնում, թե ինչը պետք է խախտել, էլ, այսինքն այդ սահմանը չեմ տեսնում, այսինքն քաղաքականության մեջ պետք է լինել վճռական, համառ եւ նպատակին ձգտող եւ այնտեղ գծեր ես չեմ տեսնում։ Եթե քաղաքականությունը շախմատ է, դուք ձեզ ավելի շատ որ խաղաքարտն եք համարում։ Կդժվարանամ ասել։ Որն է այն հարցը, որից քաղաքական գործիչները ամենաշատն են խուսափում։ Չգիտեմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Արմուլ լրատվականի հարգելի հետևորդներ, մենք դեռ կհանդիպենք։